բոլորիս ուշադրությունը էկրաններին, տարվա լավագույն ռոմանսներ կատարող։ Տարվա լավագույն ռոմանսներ կատարող։ Հարութ Հակոբյան։ Նորո։ Գոհար Ավագյան։ Դավիթ Մինասյան։ Շատ լավ, սիրելի հանդիսատես, բեմահարթակ հրավիրենք Արմեն Ալոյանին և Անիթ Ամրազյանին, որոնք կօգնեն մեզ բացել այդքան սպասված ծրար, որի մեջ իր բացահայտմանն ու հրապարակմանն է սպասում տարվա լավագույն ռոմանսներ կատարողի անունը։ Բարի երեկո բոլորիդ, առիթը մեզ ընձեռնում է, որ պետք է մենք հաղորդենք տարվա լավագույն ռոմանսներ կատարող անվանակարգում մրցանակը շնորհվում է Դավիթ Մինասյան։ Բրավո։ Դավիթ Մինասյան։ Շնորհակալություն բոլորին։ Ուզում եմ մի անգամ էլ ես ասեմ, որ առաջին անգամ եմ գտնվում այստեղ եւ ստանում եմ այսպիսի հրաշալի մրցանակ, հատկապես Արմեն Ալոյանի կողմից, շատ ձեզ շնորհակալ եմ եւ նկատեցի, որ նոմինացիայում կար իմ ընկերը Նորոն, հարգելի պատճառներով ինքը այսօր ստեղ չի գտնվում, բայց ես կարամ հպարտ ասեմ, որ այս մրցանակը միայն իմը չէ, նաեւ Նորոյինն էլ։ Եվ շնորհակալություն եմ հայտնում մրցանակաբաշխության կազմակերպիչներին, հուզվում եմ, և իհարկե ձեզ, որ գնահատել եք իմ աշխատանքը, շնորհակալություն ձեզ, ես ձեզ բոլորին շատ սիրում եմ։ Կարծում եմ հուզումը շատ տրամաբանական է, հիրավի արժանի մրցանակակիր Դավիթ Մինասյան իր գեղեցիկ թավ ձայնով։ Շնորհակալություն։ Կա մի հայտնի ասացվածք, որում ասվում է. տղամարդը սիրում է կնոջը այնչափ, որչափ կարողանում է սիրել։ Իսկ կինը սիրում է տղամարդուն այնչափ, որչափ ուզում է սիրել։ Այ Լիլի, համակարծիք ես արդյոք այս տեսակետի հետ։ Մարատ, իսկ կարող եմ դիմել դահլիճի օգնությանը։ Բնականաբար ոչ։ Փորձիր ինքդ պատասխանել։ Իսկ կարող եմ դիմել ընկերոջ օգնության։ Լավ, զանգ ընկերոջը, հա, փաստորեն։ Խնդրեմ, լավ, այս մեկը կարող ես։ Ոչ, այս դեպքում զանգ չի, այս դեպքում ես սիրով ուզում եմ բեմ հրավիրել Արփինե Գաբրիելյանին եւ տեսնենք, թե ինչ կասի Արփինեն այս ասացվածքի համար։ Շատ լավ, հրավիրենք նրան բեմ եւ փորձենք պարզել նրա տեսակետը այս ասացվածքի վերաբերյալ։ Արփինե Գաբրիելյան, սերը։ Խոսքի
evochini Sirni evochini Երկուսով քեզ եմ սպասում Արփինե Գաբրիելյան, ձեր ծափողջույնները։